Այսօրվա մեր դասի թեման է Քաջ Նազար հեքիաթը, դասի վերնագիրը գրված է գրատախտակի։ Ապա տեսնեմ, ով է Քաջ Նազարը, կարդալով վերնագիրը, ինչ հատկացնենք երեխաներին։ Ադամին է։ Իմոտ որյանում է Քաջ Նազար։ Ապրե, իրեն։ Ադամ ջան։ Հայկյան այն մատումասին ավ քայլը գործություններ արա և նրա կոչել են Քաջ։ Շատ ապրստան ժանի ջան ես, Սուսաննա։ Մատումասին է դոնը շատ Քաջ է։ Նա Սուսաննա։ Խմբից, թող մեկ հոգի մոտենա գրատախտակին և ընտրեք ձեր նախընտրած նկարը։ Հիմա լսում ենք առաջադրանքը երեխաներ։ Սկսում ենք ընթերցել հեքիաթը և գտնում ենք այն հատվածը, որը համապատասխանում է ձեր նկարին և հետո կատարում ենք վերլուծություն։ Աշխատանքի համար տրվում է 10 րոպե ժամանակ։ Սկսեցինք աշխատել։ Երեխաներ ժամանակը լրացել է, տեսնեմ, որ խումբն է պատրաստ, համեցեք։ Մեր նկարում պատկերված է հեքիաթի առաջին մասը։ Վերջին մի մարդ տանում է նայել։ Ամենասկանը դուրս է գալիս, դուրս մտնում ներս։ Դրա համար անվանում են Վարդկոտ Նազարը։ Մի օր երբ Նազարը դուրս է գնում, ասում է. Այ կնիկ, ինչ քարավան գտրելու ժամանակ է։ Կնիկը ասում է. գնա քարավան գտրի, բեր տուն ծծրում։ Կինը ասում է. դու ինչ քարավան գտրող։ Կինը փակում է դուռը և աղմուկում ու Քաջ Նազարը վախենում է քնից դրանց Շատ լավ։ Հաջորդ խումբը տեսնեմ։ Մեր բաժին է հեքիաթի երկրորդ մասը, որտեղ որ Քաջ Նազարը այնքան առարկոտ է, անանում է քինը սրբել։ Ծանջերը աղաղում է նրա քթի վրա, նա խփում է քթին և ծանջերը սարքում է։ Նա գնում է իրենց գյուղի տերտերի մոտ և ասում է ինչ է եղել։ Տերտերը գնում են աննավթերս Քաջ Նազար, որ մի զարկի ջատի հազար։ Տեսնում եմ մի գյուղ, ճանապարհին ջերմ է, էշը թողում է Նազարը և գնում նստում է ջիու վրա և հրանում։ Գնում է ասում է ասնապին, այնտեղ բոլորը նրան դիմավորում են։ Առաջին սպասը երկրորդին է ասում, երկրորդը երրորդին, երրորդը չորրորդին և այդպես մյուսին տղան չեն։ Այսինքն գովերքում ենք Քաջ Նազարին, ահա, շատ լավ։ Այժմ որ խումբն է ներկայացնում իր աշխատանքը, համեցեք, լսում ենք ձեզ։ Մեր թղթի վրա պատկերված է 7 եղբայրներից։ Հարսանքատնից Նազարը Իսկաների հատվածը, շատ լավ։ Հարսանքատնից Նազարը ձին վերցնում է և գնում հասնում է մի դաշտ։ Այնտեղ ձին թողնում է արածին, դրոշակը ծնկում է և պարկում քնում։ Վերջին նկատում, որ այդ մոտակա սարալանջի վրա կա մի անձրուկ, այնտեղ ապրում էին 7 հսկա եղբայրները։ Հսկաներից մեկը նայում է դեպի ցած և տեսնում, որ իրենց արոտավաշտում մի մարդ է քնած։ Աննավթերս Քաջ Նազար, որ մի զարկի ջատի հազար։ Դրոշակի վրա էր, չէ՞ գրված։ Եվ տեսնում է, որ Քաջ Նազարը շատ հզոր է, որոշեցին, որ պետք է ամուսնացնեն իրենց քրոջ հետ։ Ավելացնելու ինչ-որ բան ունի խումբը երեխաներ։ Հարցրեք նկարը, համապատասխան տեղը։ Հաջորդ խումբը տեսնեմ, համեցեք։ Նկարում պատկերված է հեքիաթի 4-րդ հատվածը։ Ասում են, որ վաղին պետք է սպանի Նազարը։ Նազարը վազում է դուրս, նրանք գիտեն, թե գնում է սպանի վագրին, բայց նա փախչում է։ Նշանածը զենք ու զրա է տալիս նրան և հնված հասնում է մի ծառին և Հասնում է ծառի մոտ և բարձրանում ծառը և տեսնում է, որ վագրը եկավ ծառից, տակը պարկավ։ Եվ ծառը ջուրը պոկվում է, զնում է վագրի վրա և գնում են։ Մինչև արագ վազում են և մինչև
վագարը սարքի և սարքում է։ Լուր է տարածվում, որ վագարը սատկել է, և այդ լուրից հետո մեծ եղբայրները ամուսնացնում են նրանց քրոջ հետ Հաջնազարին։ Կողքի հարևան գյուղի թագավորը իմանալով այդ լուրը գալիս է մենամարտիկ Հաջնազարի դեմ, բայց ես իմանում եմ, որ Հաջնազարը ծառերը ջարդելով գալիս է նրանց վրա, հանձնվում է։ Շատ Եվ մեր վերջին խումբը համեցեք։ Այս նկարում 5-րդ մասն է։ Ժողովուրդը եղեցիկ զարդարված կամարներով դիմավորում են Նազարին։ Նրանք տեսան Նազարի ձեռքը մի փայլ, որ նա ջարդում էր, և նրան միանգամից վերցրեցին և սարքեցին թագազում։ Եվ Նազարը ասաց. «Ինչ քաջություն, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը»։ Եվ մինչև հիմա էլ ասում են, որ Նազարը այդ երկրի թագավորն է և թագավորում է այդ երկիրը։ Երեխաներ նախադասության տեսակները ըստ հաղորդակցման նպատակի լինում են։ Նարեջան։ Բարձր կասես։ Ապրես, դիրիկ։ Հարցական։ Անդրանիկ։ Հրամայական։ Իսկ այսօր մենք ծանոթանալու ենք բացականչական նախադասությանը։ Ապա բոլորս ուշադրություն եք դարձնում այս նկարներին, տեսնենք։ Ինչ զգացմունքներ է պատկերված։ Մուրաջան։ Ափսոսանք։ Ափսոսանք։ Սամվել։ Ցանկություն։ Ցանկություն։ Սուսաննա։ Ուրախություն։ Արմեն։ Վախ։ Վախ։ Էլ ուրիշ Սուրեն։ Ուրախություն, Անահիտ։ Զարմանք։ Ինչ հասկացանք այս ամենից երեխաներ։ Որ։ Ուրախություն, հիացմունք, ցանկություն, զարմանք, ափսոսանք, վախ և այս բացում արտահայտող նախադասությունը կոչվում է բացականչական նախադասություն։ Քաներ ուշադրություն դարձնենք բացականչական նախադասություններին մեր դասագրքի։ Ապա ուշադրություն դարձրեք, տեսնենք, բացականչություն արտահայտող բառի վերջին վանկի ձայնավորի վրա դրված է բացականչական նշան։ Հիմա նայեք մեր առաջադրանքը։ Խմբերից մեկ հոգի մոտենում է, վերցնում է իր նախընտրած նկարը և կազմում է նախադասություն ըստ հերոսների դեմքի արտահայտությունների։ Ինչ է արտահայտված։ Վախ, ափսոսանք, զարմանք, ցանկություն, թե ուրախություն։ Մոտեցեք։ Երեխաներ աշխատանքի համար տրվում է 5 րոպե ժամանակ։ Սկսեցինք։ Վերջացրեցինք աշխատանքը, սկսենք։ Խնդրեմ համեցինք։ Հերոսի դեմքի ուրախությունը։ Ոսկե բանալի գտա։ Եվ չորրորդում։ Մեր նկարի հերոսի դեմքին արտահայտված է ափսոսանք։ Ափսոս, ո՞ր խաբեցի։ Դեմքի վրա արտահայտված է ցանկություն։ Երանի մենք փայտի գնաց։ Եկեք երեխա։ Մեր նկարի հերոսի դեմքը վախ է։ Խելում է, դուր մի փակիչ։ Հաջորդ խումբը։ Մեր նկարներ արտահայտված են ցանկություն։ Շատ լավ։ Վահ, այս մարդիկ ինչ վաղ են քնում։ Ցրեք նկարը։ Կոչվում է
բանի մասին։ Ասա տեսներ։ Կանոնություն արտահայտող բառի վերջի բանկի ձայնավորի վրա տրվում է բացականչական նշան։ Ափիս։